անգամ մի քիչ տես նեղացած ասացին ես չեմ հասկանում դու հիմա իշխանության դեմ ես խոսում թե ընդդիմության դեմ ես խոսում ասացի ես խոսում եմ ընդդիմության դեմ որտեղ իշխանությունից սպասելիք չունեմ այսինքն սպասում եմ իրանից ինչ-որ մի բան բայց այն չէ ինչ-որ ես ուզում եմ իսկ ընդդիմությունից ակնկալիք սպասելիք ունեմ իր հավաքականության մեջ ոչ թե առանձին կուսակցությունների կողմից հա ինչ եմ իրանցից սպասում որ իրանք կարողանան այնպիսի խոսույթ գեներացնել որպեսզի հնարավոր լինի համախմբել այս ժողովրդին ինչ-որ հարցի շուրջ դրանով հնարավոր լինի հեռացնել այս իշխանությանը բայց ինչը շատ կարևոր է իմ համար առավել դրանից կարևոր է որպես ոչ թե հետևանք այլ նախաբան որ Նիկոլ Փաշինյանից հետո եկողը նմանը չկարողանա լինել նման լծակներով հնարավորություններով օժտված չլինի հիմա ակցիայի նպատակը ինչու՞մն է կանում ես գտնում եմ որ դա հնարավոր է իրականացնել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով ու ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում համախմբվել ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ այլ միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրական փոփոխություններ իրականացնելը որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ որին հասնելու համար պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին բայց դու